Այս ուրբաթ, հոկտեմբերի 31-ին, ժամը ուղիղ 22:45-ին, քաղաքագետ Արամ Ավետիսյանը կներկայացնի մանրամասներ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից և հայտնի ձայնագրությունից։ Պետք է մենք նշենք, թե ինչի արդյունքում Ղուկասյան Վարդանիկի պես հայվանը կարողացավ այդպես քաղաքականությամբ զբաղվի։ Տեսեք Արթուր, տարիներ շարունակ այս թափթփուկները մի բանով են զբաղված եղել։ Ինչով է զբաղված եղել Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ և ում համար է ծառայել։ Կառավարության հետ կապված տեսանյութ էի տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ ու օնյակներ եք շշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա։ Քեզ էլ կտանք այդ արաղներից, կոյնակից էլ կտանք, որ լավը զգաս։ Վարդանիկ Ղուկասյան, դու ով ես քո աբրածով մեկ, ինչ ունես այս երեքի համար արած, բացի քո տուն տանելուց։ Եղել են փողոցի խուժաններ սրանք։ Ոնց կրեմ մարդ արժեքներից խոսա, որ 2008 թվականի մարտի 1-ին Սերժի համար ճտություն էր անում։ Քոչյանի համար ճտություն էր անում։ Ում ստվերն է հետապնդում Վարդան Ղուկասյանին։ Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն, երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով ես իրեն հարգում եմ։ Քոչյանի Սերժի հնդիկներն են սրանք ինչ ասել։ Ինչ ավանդ ունի Վարդան Ղուկասյանը Գյումրիի ծաղկման հարցում։ Այսօր քվեարկելու եմ ինպեսի, որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը և իր գրբանի ու որովայնի համար չաբրի, այլ աբրի Հայաստանի Հանրապետության և պարտիալ Աստծո համար։ Всё։ Տվին գլխին, ինչպես ասում են, բամփեցին և սրա նման Վարդանիկի նման հայվանի տեղը դա գաղութն է։ Պատահական չի, որ սա քարոզարշավի կեսը, սա գողականից ու գաղութից էր խոսում։ Ինչ է սպասում Սերժ Սարգսյանին, որ աղջիկը $50,000 շոր է գցում հակը հելնում է Հռոմի քուչեքը ման գալու հետ էլ գիտենք, արա։ Նայեք սահմաններ չհասնեք։ Անենց հրապարակումներ կանեմ, ձերով ոչ մեկից բարև չեն տա, ամոթ կլինի։ Ինչպես են ադրբեջանցիներին հանձնվել Դավիթ Բաբայանը և Արցախի մնացած քաղաքական էլիտան։ Ցել են ասենք Շահամյանի այդ Նիվայի ինչ է այդ Նիվեն, տարեշուշի բրախեն են սրանց։ Ու Ռոբերտ Քոչյանը ամեն օր մոմ է վառում, որ հանգարց Բակո Սահակյանը չվերադառնա։ Ինչպես է հնարավոր, որ Մանվել Գրիգորյանի թալանածը վերադարձվի պետությանը մասնակի։ Դատարանն արձանագրել է, որ Գրիգորյանը պաշտոնատար անձ է հանդիսացել 2000 թվականից, ուստի դրանից առաջ ձեռք բերված գույքերը օրինական են։ Նազիկը ինչ է երևույթը ասում է, դե ինքը այդ ժամանակ ասում է падգամավոր միշտ դառնալը, եթե ունեցել է ուրեմն օրինական է, այսինքն թե ինչպես է ունեցել։ Հիմա Սաշիկ Սարգսյանը, Արթուր ջան, մինչև падգամավոր դառնալը, մինչև Սերժիկի հետ իշխանությունը հետ որ եկան Քոչեն զավթեցին, բազի վարորդ էր։ Ինչի համար է Մանվել Գրիգորյանի կինը մասնակցելու վաղար շաբաթի համայնքապետի ընտրություններին։ Գիտեք, Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակը արդեն ինքն իրեն մաքրեց։ Ժամանակը ցույց տվեց բոլորին, որ Մանվել Գրիգորյանը, ինչպես հայերն ասել, հայ ազգին նվիրված, զինվոր է եղել, այնպես էլ մնացել է։ 18 թվականի սարքված դեպքերը, մոնտաժված կադրերը իրենց ազդեցությունը արդեն կորցրել են։ Եվ այդ շոուները, որ պատրաստեցին գեներալին սևացնելու համար կամ նրա անցած հերոսական ճանապարհը մթագնելու համար, արդեն դրանով ոչ մեկին ոչ կզարմացնես, ոչ էլ ինչ-որ մեկին հակառակը նրա մասին կապացես։ Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը, խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենիայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև Պաշտպանության նախարարությանը մատակարարված զինվորի համար հատուկ գրության մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման։ Եվիսի ուժն է արտադրում, հա, այդ հեղուկը, թուրմա ինչա կամ լողանում են անցնում, հա։ Երևի դեռ չի մի բանով լողացել են կամ ինչ-որ չգիտես էլի։ Ես մի բան գիտեմ, որ Արտուր, տեսեք, մարդ, եթե պադոշ է, պադոշ, բարի իմաստով։ Պադոշին էլ ինչ ասես։ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը ում թեթև ձեռքով էր տարածվել և ինչ նպատակ ուներ։ Ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացեմ,
բայց թող Արշակ Սրբազանը իմանա, որ այդ ամեն ինչը տարածել է։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, հոկտեմբերի 31-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։